Բարեկցի ժողովուրդ ջան, շատ ուրախ ենք։ Ես вообще մեր բառերով խոսամ, Երևանի բառերով խոսամ։ Շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնելու համար։ Շնորհակալ եմ։ Ես խնդրեմ ամենակարևորը առանց կաշկանդվելու ինչ հարցեր ունենք մեր քաղաքի հետ կապված, տալ պարոն Ղարաբեջյանին, Առաքելյանին, այսօր էլ ես բեղմնավոր աշխատանքային բառեր մաղթում ու վստահ եմ մի քանի օրից ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Պարոն Ղարաբեջյանին Փոքր ժամանակվանից մեզ միշտ սորացել են, որ Հայաստանում կա մի քաղաք, որ շատ պահանջկոտ է, շատ խիստ է, բայց որ մարդու հետ մարդուն հարգեց հարում է։ Ու դա ձեր քաղաքի մասին է մեզ ասել։ Ու միշտ զգուշացրել է։ Ասել են մարդիկ սրտված ընդունում են, սրտված վերաբերվում են, բայց շատ ուշադիր պետք է լինես։ Ճիշտ է։ Իմանայինք, թե անցած տարիների ընթացքում ոնց է Գյումրին դիմավորել մարդկանց, ոնց են այդ մարդիկ շնորհակալություն հայտնել Գյումրիին։ Մենք գիտենք, որ 8 տարի առաջ այստեղից սկսեց ընդհանուր Հայաստանի մեծ շարժումը, դժգոհությունը և Հայաստանի առաջնորդներից մեկը երրորդ ժամկետ էլ ուզում ընտրվեր ու սկսեց դժգոհություն ու Գյումրիից սկսվեց։ Ընդհանրապես Հայաստանում իր հայացքներով, քաղաքական հայացքներով միշտ Գյումրին առանձնացել է։ Մարդիկ այստեղից ելնելով, հասնելով Երևան և փոփոխություն ցույց տալով մի փոփոխություն բերեցին, բայց այդ փոփոխությունից Գյումրին երևի բան չհասավ։ Վերջի տարիների ընթացքում Առաքելյանը մի անգամ ասել է, որը շատ դիպուկ է ու կարևոր, Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։ Մեր երկիրը ամեն մեկ ընտանիքի վրա այս իշխանությունը վերցրել է 10,000 դոլար վարկ։ Դրա եթե մի տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, մի տոկոսը, այսօր անտուն մարդ, Դոմիկում ապրող մարդ Գյումրիում չէր լինի։ Դուք լավ դիմավորել եք, լավ առաջ եք տվել, բայց հետ վերաբերմունքը չեք տեսել։ Երկրորդ բանը։ Գիտեք Հայաստանի ամենաաղքատ մարզը որը մարզն է։ Դուք գիտեք ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ Շիրակի մարզում։ Միլիարդավոր դոլարների փող է գալի բյուջե։ Վճարում ենք մենք, վճարում ենք բոլորդ։ Ու բոլորս։ Պատերազմ է լինում Ուկրաինայում, Ռուսաստանում միլիարդավոր գումարներ է գալի։ 8 միլիարդ վարկ ենք վերցրել։ Շիրակում հեղափոխությունից հետո աղքատությունը աճել է։ Պատկերացրեք Շիրակի սահմանակից վրացական շրջաններում 2 անգամ նվազել է, այստեղ աճել է։ Սա վերաբերմունքն է այն մարդկանց, ով ստեղից է սկսել գնացել այնտեղ փոփոխություն բերել, ով հիմա 120 մեքենայով է շրջում, ում տան վրա 2 միլիոն դոլար փող են ծախսում, բայց Շիրակի մարզը երկրի երկրորդ քաղաքը նաև աղքատության մեջ է։ Գիտեք ինչն է այդ ամեն ինչի պատճառը։ Մի բան, մենք ամեն դեպքում մեծ սիրով, մեծ սրտով մարդկանց դիմավորում ենք, բայց պետք է մի հատ դաս ունենանք, մի հատ քննություն անցկացնենք նոր հնարավորություն տանք։ Այդ քննությունը անցյալի քննություն է։ Ինչ անցյալ ունեցել մարդ մինչև իշխանության գալը։ Մեր այսօրվա Հայաստանի ղեկավարի անցյալը կարող են մեզ թույլ տալ մտածել, որ նա գալով իշխանության կենտրոնանալու է մենակ մարդկանց մասին վատ բաներ գրելով, քահանաներ ձերբակալել չենք մտածի, ճիշտ է որ ասեմ, երկիրը ամեն օր մի հատ նոր շոուով առաջ տանելով։
Բայց ոնց եք դուք զգում ձեր կյանքի վրա այդ ազդեցությունը։ Ամենաաղքատ մարզը ոնց ազգում։ Այն մարզը, որ ժամանակին Հայաստանի ամենահարուստ մարզն էր։ Ինձ փոքր ժամանակ պատմում էին, ասում են երկրաշարժի ժամանակ, ասում է ամենատարօրինակը, գիտեմ, ձեր բոլորիս համար ծանր պահա, ասում է, որ Գյումրիում մարդկանց տներից, ասում է, կիլոյով ոսկիներ էին անում։ Ու Հայաստանում չկար ավելի հարուստ շրջան, քան Լենինականն էր։ Հիմա դարձել է ամենաաղքատ շրջանը, որովհետև մոտեցում չկա, չկա տնտեսության մասին պլանավորում, այսինքն այսօր եթե իրանց զարթնացնես, հարցնես, ասես լավ, 2 տարի հետո Գյումրիում ինչ եք անելու, այս մարդիկ ինչ հույս ունենան, իրանք չեն ասելու ինչ են անելու, որտեղ չգիտեն, իրանք կարան գան, 2 փողոց ասֆալտ անեն, այն պատը բարձր սարքեն, բայց մարդկանց ընտանիքը պահելու վրա դա ազդելու է, թե չէ, աղքատությունից հանելու է, թե չէ, ինչ ենք մենք առաջարկում Գյումրիի համար։ Առաջին բանը, որ առաջարկում ենք, նախ առաջինը աղքատության հարցը պետք է մի քիչ արագ լուծենք, քան տնտեսական զարգացումը ապահովելն է։ Ուրեմն ստեղծում է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որի մասին 3 օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մի քիչ էլ, այսինքն մնացող մասն էլ պետությունը քիչ մասով, մնացող մասն էլ աշխարհի ուժեղ հայեր են։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների, որի նշանակալի մասը Գյումրիում է։ Ընտանիքները 5 հոգանոց ընտանիքը սկսում է ստանալ ամսական 150,000 դրամ, որպեսզի կարողանա ինչ-որ ձև աշխատանքի հետ զուգահեռ, որպեսզի կարողանա ընտանիքին երեխեքի կրթության տա, առողջապահական հարցերը լուծի։ Էսի առաջի մեծ փոփոխությունը, որ ուզում ենք անենք, 6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ պետքա չլինի հաշվարկած, մինչև պլանավորած։ Երբ որ ասում ենք 6 ամսվա ընթացքում, շատերը կարող են ասել ոնց է տենց լինում։ Առաջին 2 ամիսը պլանավորում ենք ու միջոցները ուղղվում է մեկից։ Այսքան միլիոնատեր ու միլիարդատեր ունեցող ազգը ոնց կարա 10,000 մարդիկ հացի խնդիր ունենան, երկիրն է փոքր է, մեծ չի մեր երկիրը։ Երկրորդ բանը բնակարանային տնտեսություններն են։ 21-րդ դարում աշխարհը ուր հասել մենք դոմիկներից մեր ժողովրդին չենք կարող անենք։ Տնտեսական ծրագրերի մեջ մենք գրել ենք 20,000 բնակարանների մասին։ Դոմիկների հարցը լուծվելու համար Հայաստանի մեծ բան պետք չի։ Մի տարի կենտրոնանալա պետք, պարզա շինարարական պրոցեսը մի տարի պետք է սկսենք, 1-2 տարվա մեջ կավարտվի։ Որպեսզի այդ ամբողջ հարցը լուծվի։ Ու բրծենք այս պատմություններից, ժողովուրդ ջան։ Թե չէ ամբողջ այսքան տարի քաղաքական գործիչները ասես գալի ասում գնում։ Էլի մնում է հետևանք, աղքատությունը էլի մնում է։ Ընդհանրապես քաղաքական գործիչների ու տնտեսության մարդկանց տարբերությունը մի բանում է։ Քաղաքական գործիչները խոսքի վարպետներ են, բայց իրանք կյանքում փորձ չեն ունեցել հողի վրա գործ անեն։ Տնտեսության գործիչները ինչ ասել է ինքը պետք է անի եւ դրա համար պատասխանատու է եղել իր միջոցներով։ Սամվել Կարապետյանը այն մարդն է, ով Հայաստանի համար ինչ հայտարարել է, արել է։ Պարտավոր չի եղել պաշտոնյաների պես, բայց արել է Հայաստան համահայկական հիմնադրամին ամենաշատ միջոց փոխանցած հայը, $70 միլիոն, տարիներ է լինում։ Տարիներ է լինում, որ կարող է հիշեք դուք, գումար շատ չէր հավաքում համահայկական հիմնադրամը, ինքը ասում էր կրկնապատկեք։ Ու այդ մարդուն եկեղեցուն պաշտպանելու համար մարդիկ ուզում էին կալանավորել, որ տենային մի հատ ստուգեին, տենային ինքը ինչ ձևի տղամարդ է, տեսան ինչ ձևի տղամարդ է։
Երրորդ բանը, որ ուզում ենք անենք, սա երկարաժամկետ ամենակարևոր բանն է։ Գյումրին պետք է ունենա իր մասնագիտացումը, որպես քաղաք։ Առաջին մասնագիտացումը մենք տեսնում ենք, որ Գյումրին Հայաստանի երկու քաղաքներից մեկն է, որ ունի ճարտարապետություն։ Ռեալ գծած, սիրուն ճարտարապետություն, որի վրա կարաս տուրիզմ զարգացնես։ Մարդիկ գալիս են, համ տրամադրություն է փոխվում, համ կոլորիտ կա, մշակութային առումով պետք է ակտիվացվի ավելի, ու Գյումրին դառնալու ներերկրյա տուրիզմի Հայաստանի ամենամեծ ուղղություններից մեկը տուրիզմն է։ Երկրորդը պատմականորեն տեքստիլի կենտրոնն է եղել Հայաստանի, Հայաստանը մինչև 40-50 միլիոն դոլար տեքստիլ է բերում Թուրքիայից։ Մենակ կտոր, իսկ 200 միլիոն շոր։ Սա երկրորդ ուղղությունն է, եւ երրորդ ուղղությունը հայկական պետական բյուջեն տարեկան 1.5 միլիարդ դոլար ծախսում է դրսից զենք բերելու համար։ Այն ժամանակ, երբ մենք պատերազմի մեջ էինք, ինքնաթիռը թռնում էր, գալիս էր մի հատ կասպից ծովով փռում էր, Վրաստանը չէր թողում անցներ իր տարածքով։ Իրանով գալիս էր օրը մի ինքնաթիռ։ Մեր երկիրը չի կարող կայուն երկիր լինի, եթե չունի ռազմական արդյունաբերություն։ Ռազմական արդյունաբերության համար պետք է լինի խելացի քաղաք, խելացի մարդկանցով, ձեռներից մարդկանցով, ովքեր լավ են գիտական առումով։ Երկրորդը պետք է այդ քաղաքը ունենա аэропորտ, երրորդը այդ քաղաքը պետք է ունենա գնացքի գիծ։ Ո՞ր քաղաքն է Հայաստանը, որ ունի аэропորտ, գնացքի գիծ ու այն գումարները, որ մենք հարյուրավոր միլիոնները ծախսում ենք ուրիշներին հարստացնելու համար, մնալու է աշխատավարձի տեսքով այս քաղաքում։ Զարգացման մեծ ուղղությունը Ադրբեջանի սահմանից հեռու է։ Ով կցանկանա աշխատի տուրիզմի մեջ, կաշխատի տուրիզմի մեջ, ով կցանկանա տեքստիլի մեջ, կաշխատի տեքստիլի մեջ, ով կցանկանա ռազմական արդյունաբերության մեջ, գիտատար ոլորտներում, այդ հնարավորությունն էլ կունենա։ Փողը մնալու է երկրում, չենք տալու հնդիկին, չենք տալու մյուսին, մեզ պետք է տեղականը։ Ու աշխարհում ես անգամ իմ կարծիքով այստեղ ներկա մարդ կա Ջավախքից ու էլի մարդիկ կան, այսօր տեսել եմ իրեն։ Աշխարհում ամենամեծ ռազմական ընկերությունների սեփականատերերի մեջ միշտ հայեր կան, կամ տնօրեն, կամ սեփականատեր։ Եթե մենք դրսում ունենք էդի, այդ մարդկանց ինչու հնարավորություն չենք տալի Հայաստանի ներսում, գալ ներդրում անել, որ մենք մենակ մեր ամբողջ երկիրը արտադրում է Կալաշնիկովի պատրոն մենակ, այն է վատ, այն էլ էդ չասած։ Մինչդեռ հարևան երկիրը բոլոր կալիբրերի սնարյադներից բռնած կարողանում էր արտադրել, այն ադրբեջանցին ու մենք կանուն ենք դրել։ Ու ռեալ համեմատելու չենք իրար հետ էլի, ով որ Ռուսաստան եղել է, գիտի, որ խելքով, ձիրքով մենք տարբերվում ենք Կովկասի բոլոր ազգերից, մինչև այսօր տարբերվում ենք։ Մշակութային կենտրոն է առումով։ Հայաստանի մշակույթի նախարարությունը, ընդհանրապես մշակութային կենտրոնը պետք է ուղղությունը վերցնի Շիրակի վրա, Գյումրիի վրա, որպես մեծ ժառանգություն ունեցող։ Իհարկե Երևանն էլ ունի շատ ուժեղ մշակութային կյանք։ Պետք է աշխատանքը այդ ուղղությամբ տարվի։ Ես ձեզ ներկայացրեցի մի քանի ուղղություն քաղաքի զարգացման։ Արաքելյանը ասեց մի ուղղություն էլ, որը բոլոր ուղղություններով Գյումրի հաջողություն ունեցել, սպորտը։ Տեսեք ինչեր ենք թվարկում, տեքստիլը ունեցել է, տուրիզմը քաղաքը գեղեցիկ է, սպորտի մեջ ուժեղ են, աերոպորտ ունի, գնացք ունի, խելացի բնակչություն ունի։ Լավ, այս ամեն ինչը ունենալով, ինչն է պատճառը, որ չեն կարողացել։ Մի բան է, անող չկա։ Չկա մարդ, ում փեշակն է էդի։ Սամվել Կարապետյանը ամբողջ կյանքը կառուցել է գործարաններ, տուրիզմի կենտրոններ, ամեն ինչ ես թվարկեցի արել է։ Փորձ ունի։ Ինչ-որ տեղից ենք եկել, մենք չի մեր առաջի փորձն է լինելու։ Հայաստանում ամենաշատ ներդրումն է արել, բայց
բազմապատկվելու է։ Կյանքը բարդ է, հասկանում եմ, կյանքը մեր, կյանքը ինչով է բարդ։ Հույս է տրվել հայ ժողովրդի մի քանի անգամ։ Հույսը գետին անկել, մարդիկ հիասթափվել են, բայց արգելներս մենք չենք կարա կանգնենք, հիասթափենք ու այլ մարդու չհավատանք։ Միակ ձև է ամեն ինչից դուրս գալու, պետք է հավատնա, որ մենք իրար հետ կարանք ունենանք ուժեղ երկիր, ուժեղ Հայաստան։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։